մեր հայ առաքելական եկեղեցին դեմ օրինադրությամբ։ Ուզում եմ հակասությունը հասկանամ, եթե կրոնը կապ չունի օրինադրության մեջ, ինչ է եկեղեցին դեմ։ Այսինքն օրինադրության մեջ հավաքված մարդիկ աթեիստներ են, թե կրոնապաշտպան, ոնց է այդ սկզբունքը։ Ես կնքված քրիստոնյա հայ մարդ եմ, որ եթե լիներ այդպիսի բաներ, ես չէի լինի այդ միջավայրում բացարձակ։ Մենք աղոթքով բացում եւ փակում ենք մեր յուրաքանչյուր հանդիպումը, ժողովը, որ մենք ունենում ենք, բացես փակագծերը մի փոքր հասկանանք ինչ խնդիրներ, խնդիրը ինչու՞մն է։ Հենց մարդկանց կողմից, որը ինձ հարազատ մարդիկ են, ճիշտ է, մենք հաշտվել ենք այդ մտքի հետ, բայց քերուս մասնակցությամբ պատահական զոհվելա մահացելա եղբայրս։ Իսկ ովքեր են եղել հայ մասոնները։ Անունները շոշափում են, ցավոք սրտի ժամանակի ընթացքում այդ փաստերը չկան եւ չեն պահպանվել միգուցե այդ պատճառով որ փաստերը չկան, դրամար հստակ չի ասում որ Հովհաննես Թումանյանը եղել է մասոն, բայց կան այդ նշանները, որ խոսացինք, որ ոնադությունը առնչվում է այդ նշաններով, այդ նշաններից ելնելով մենք հասկանում ենք, որ միայն որնադիրը կարող էր այդպիսի միտք, գաղափար, մոտեցում ցուցաբերել։ Այդ դրա համար մենք մոտավորապես ասում ենք, որ այո, այս մարդը եւ այն մարդը։ Ողջույն, ես Գրիգն եմ եւ այսօրվա իմ հյուրն է մարդ գախնիկ Ալֆրեդ Իսագուլյանը։ Ողջույն Ալֆրեդ ջան։ Ողջույն Գրիգ ջան։ Շնորհակալություն, որ վերջապես կարողացանք կազմակերպել այսօրվա ոդկասթը, անուտը չէ ստացվում, թե քեզ մոտ ժամանակային զբաղվածությունը, թե մեր մոտ նկարանունները։ Շնորհակալ եմ, որ այսօր ժամանակ հատկացրիր եւ հյուրընկալեցիր ինձ։ Քեզ այնց եմ շնորհակալ։ Այսօր Ալֆրեդ ջան, փորձենք քեզ բացահայտել այն կողմերից, որ մեր հարությունը կարծում եմ չգիտի ու շատ ուրախ կլինի լսել, որտեվ դու մեր հայկական համայնքում բավականին այն ազնվորություններից ես, որը լուրջ ներդրում ունի մեր համայնքի մեջ այսօր Ամերիկայում ու ոչ միայն համայնքի, այլ նաև հայության կայացման եւ հայության հայկական գիծը պահպանելու մեջ։ Նախ սկսենք նրանից, թե ինչպես ստացվեց, որ դու հայտնվեցիր Ամերիկայում։ Ախ, դա շատ փոքր տարիքում դա ստացվեց, Գրիգ ջան։ Ճիշտ է, դա ծնողներիս որոշումներ, սովետական Հայաստանից տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, շատ հետաքրքիր եւ երկար ճանապարհ, ով այդ տարիներին տեղափոխվել է Հայաստան, Ամերիկա, գիտի այդ ճանապարհը, որ Ռուսաստանով, Իտալիայով Այո, Ռուսաստանից գնացքով Իտալիա, Իտալիայից դեպի ստացան ելքը սովետականից։ Այդ ժամանակին կար 134 ձև կոչված միջոց, որը որ Ամերիկայում գտնվող որևէ մի բարեկամ սպոնսորշիփի միջոցով կարողանում էր դիմել իր բարեկամներին եւ այդ միջոցով տենց հրավերք ստանալով մենք տեղափոխվեցինք ԱՄՆ, որը որ դա մոտավորապես 40 տարի առաջ։ Ես տեղափոխվեցի կներես անմիջապես Լոս Անջելես, թե ուղիղ Գլենդել, Կալիֆոռնիա։ Ուղիղ Գլենդել, Կալիֆոռնիա։ Այո։ Դա հատուկ էր ընտրված։ Ընտրությունը կարծում եմ այն էր, որ ի սկզբանե արդեն հայություն կար, շատ քիչ իհարկե, բայց մեծ հորեղբայրս արդեն բնակվում էր Գլենդելում, դե մենք էլ հետևեցինք մեր հորեղբոր քայլերին, նոր երկիր, պետք է գնանք այնտեղ, որտեղ որ մեզ ավելի հարազատ եւ ապահով էինք զգում եւ կային հարազատ մարդիկ։ Մենք խոսում ենք 70-ական, 80-ական 87 թվականին կարելի ասել։ Հետաքրքիր է։ Իսկ գալով Գլենդել, հետո դառնալով պատանի, ոնց սկսեց Ալֆրեդի կյանքը Ամերիկայում։ Ալֆրեդի կյանքը մանկությունը կարելի ասել անցել է Ամերիկայում, ոնց որ նշեցինք։ Հեշտ չէր, ճիշտ է, իմիգրանտի այդ դժվարությունները ես չեմ
ունեցել, ծնողներս են ունեցել այդ դժվարությունները, հաղթահարել են, աշխատել են, պայքարել են, բայց լինելով երեխա եւ մեծանալով Ամերիկայում, կարծում ինքը իրենից արդեն բավականին դժվարություններ պահպանել հայությունը, պահպանել հայ լեզուն եւ ավելի վաղ տարիքում փորձել խոսել նույնիսկ գրագետ հայերեն։ Դժվարությունները կարծում եմ ինձ համար դա է եղել, որ այնտեղ պայքարել այս խոչընդոտ հայերենը գերազանց է, լինելով 40 տարի Ամերիկայում ապրելով այստեղ ու նման գրագետ հայերեն խոսելը դա բավականին լուրջ արդյունք է ցույց տալիս, թե շնորհակալ եմ։ նորական եղել ընտանիքում հայերեն։ Շնորհակալ եմ Գրիգ ջան։ Որտ ընտանիքում բացի քեզնից կային քույրեր, եղբայրներ, մեկ եղբայր, եղբայր, փոքր եղբայր եմ ունեցել։ Փոքր եղբայր ես ունեցել։ Ես գիտեմ, որ դժբախտ ճակատագիր է եղել փոքր եղբորդ հետ։ Եթե հնարավորություն կա, ես կուզենայի, որ մեր հարությունը իմանար պատճառները այդ ամեն ինչի։ Դու երբևէ չես խոսել դրա մասին։ Ես շնորհակալ եմ, որ այսօր դու կարողացար ուշ հավաքել քեզ քո մեջ ու փորձել այսօր բացահայտել դա։ Վիգջան, այո, 23 տարի երբևիցե սենց բաց կերպով չեմ խոսել դրա մասին եւ շնորհակալ եմ քեզանից, որ նույնիսկ հնարավորություն ես տալիս, որ խոսեմ այս մասին։ Ժամանակին միգուցե պատրաստ չէի խոսել, բայց հիմա այս տարիքում պատրաստ եմ խոսել այդ մասին։ Այո, շատ դժվար պատահար էր եղել մոտ 2003 թվականին, երբ որ եղբորս կորցրեցի, 22 տարեկան տղա էի։ Այդ կյանքի սկզբնական փուլում, որը որ նոր ձևավորվում ես, փորձում ես հասկանալ ինչ ուղի ես ուզում կյանքում եւ կորցրեցի եղբորս։ Ինքը քանի տարեկան էր։ Ինքը 18 տարեկան։ 18 տարեկան պատան է։ Այո։ Իսկ բացես փակագծերը մի փոքր հասկանանք ինչ խնդիրը ինչումն էր, ինչից պատական դեպք եղավ, պատական ասելով երիտասարդ այդ տարիքին բոլորս էլ կարծում եմ անցել ենք այդ ուղիներով, որ լինում են վեճեր, լինում են խոսակցություններ, այդ տարիքին փողոցային ավելի այդ տարիքին ապացուցելու բան շատ ունենք, չէ՞, ինքնահաստատման եւ տղամարդ ձևանալու եւ դրսեւորելու մեզ լինում է այտենց այդպեսին խոսակցություն եւ վեճ, այդ վեճի ժամանակ պատահական միջոցներ ասելով շատ չեմ ուզում մանրամասեմ, որովհետև դա եղել է նենց մարդկանց կողմից, որը որ ինձ հարազատ մարդիկ են, ճիշտ է, մենք հաշտվել ենք այդ մտքի հետ, բայց քերուս մասնակցությամբ պատահական զոհվել է մահացել է եղբայրս։ Քերոտ մասնակցությամբ դու նկատում ես միջադեպին քերին էր պատճառը, թե այդքան մանրամասն չեմ ուզում գնալ, որտեղ չեմ ուզում իր հեղինակությունը եւ իր ընդհանուր զգացմունքների հետ, որտեղ տարիներ է տևել դա հաշտվել այս մտքի հետ, շատ տարիներ, դժվար ճանապարհ է, որ հաշտվել այս մտքի հետ, բայց իր մասնակցությամբ, այո, իր մասնակցությամբ շատ դժբախտ պատահար եղավ եւ 18 տարեկանում ես կորցրեցի իմ եղբայրը, ես 22 տարեկան էի այդ ժամանակ։ Ցավալի է Ալֆրեդ ջան, ցավալի է, բայց Աստված հոգին լուսավորի ու թող ինչ ասեմ, թող ձեր ընտանիքում կորուստներից ժամանակից շուտ կորուստներից լինի վերջին դա։ Բայց արի անդրադառնանք նրան, որ նաև դա պատճառ հանդիսացավ քեզ համար, մենք խոսեցինք դրա մասին միջև ոդքասթը, պատճառ հանդիսացավ քեզ համար, որ դու ծեծես այն դուռը, որը կոչվում է որմնադրություն, եթե ճիշտ եմ հասկացել, ծեծես այն դուռը, որը կոչվում է որմնադրություն։ Այսինքն եղբորդ մահը դրա նախասկիզբն էր, ոնց եղավ։ Մի փոքր բացես։ Այդ դժվարին ժամերն էր եւ օրերն էր, որ նոր էի կորցրել եղբորս։ Շատ դժվար, շատ sense մոլորված վիճակում, շատ ծանր վիճակում,
ինքս ինձ կորցրած վիճակում կարելի է ասել։ Շատ դժվար ժամանակահատված էր այդ առաջին օրերը դեռ չէին կարող հաշտվել այն մտքի հետ, որ դա կատարվել էր այդ ժամանակ։ Ոնց պատահեց, որ այդ ընթացքում ավելի ճիշտ ոչ թե այդ ընթացքում հաջորդ օրը այն ժամանակ տան հեռախոսները օգտագործվում էին, ձեռքի հեռախոսներ չէ, տանը զանգ եկավ եւ բնականաբար ես վերցեցի, որովհետեւ ընտանիքի անդամները իրավիճակի չէին պատասխանել։ Վերցեցի եւ այդ զանգում մի անձնավորություն էր, որ հետաքրքրվում էր իմ եղբորից։ Հարցնում էր, որ այն էլ այդ սանը ժամանակահատվածում Էդվինի Սաղոլյանը տանն է, փորձում ենք իրեն հետ կապ հաստատել, չենք կարողանում։ Դա ժամանակ այնքան խառը ժամանակներ էր, որ ինձ թվաց ոստիկանությունն է դա զանգահարել, ինչ որ հարցեր է փորձում տալ։ Հարցեցի կներեք, իսկ դուք ով եք, կարող եք ներկայանալ։ Շատ հարգալից ձևով ներկայացավ այդ անձնավորությունը, որ ես այս մարդն եմ, այս օթյակի անդամ եմ եւ ձեր եղբայրը երեք պետքա ներկայանար, ինքը պետքա ներկայանար օթյակում եւ այլն։ Դեռ փակագծերը ինձ մոտ չբացեց։ Օթյակ առաջի անգամ ես լսեցի օթյակ անունը, որմնադրություն անունը եւ մի անձնավորություն, որ հետաքրքրված էր իմ եղբորը։ Զանգով հայ էր թե Ոչ, հայ չէր։ Okay։ Ամերիկացի էր։ Առաջի անգամ այդ որմնադրական առնչությունը այդտեղ դարձավ, երբ որ այդ զանգը ես ստացա։ Այսինքն իրանք հետևողական է, որ չի ներկայացել ճշտեն ինչ պատճառ։ Այո, հաջորդ քայլերը, երբ որ թաղման ժամանակ այդ հողակավորությունը եղավ եւ ավարտից հետո նկատեցի, որ երեք անձնավորություն հեռվում կանգնած են իրենց հագու կապով, շատ հետաքրքիր կերպարներ, բոլոր մենք բարեկամներով նույնիսկ ես մտածում եմ, որ դա նույնիսկ ոստիկանության հետ կամ օրենքի հետ կապված մարդիկ են, բայց ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ։ Ես ավարտին որոշեցի, որ շատ հեռվում կանգնեմ եւ ուսումնասիրեմ, տեսնեմ ինչ են անում, ով են այս մարդիկ եւ նկատեցի, որ իրենք մոտիկացան իմ եղբորի գերեզմանին եւ աղոթք էին անում։ Ինչ որ հատուկ աղոթք։ Չլսեցի, ես հեռվում էի, չէի կարողանում հասկանալ, բայց զգում էի, որ աղոթքի այդ ընդհանուր ջեսերը կար իրենց մեջ։ Ես գլուխը կախել էին շատ համեստ եւ ինչ որ աղոթք էին անում, ես հասկացա, որ դա հեռվից որ աղոթք էր։ Ինձ մոտ դա երկրորդ լույսը արդեն վառեց։ Այսինքն իրանք մասոններ էին։ Այս դեպքում այո։ Կամաց ինձ մոտ բացահայտվում է, նույնիսկ այդ ժամանակ չգիտեի մասոն լինելը ինչ բան է դա։ Որտեղ ես գիտեմ կա ծեսակատարություն, Այո։ հատուկ մասոնական ձևով, դրա համար դա տարբերվում էր այդ աղոթքը, դրա համար հարց տվեցի։ Հիմա կարող եմ դա պատասխանել, որովհետև ես ինքս արդեն անցել եմ այդ ճանապարհով եւ գիտեմ դա իրանից ինչ է ներկայացնում, բայց այդ ժամանակ նույնիսկ չգիտեի դա ինչ բան է։ Բայց հիշելով հիմա չեմ կարծում, որ տենց ծիսակատարություն կար, ուղղակի աղոթք էին անում սովորական, իրենց աղոթքը։ Լավ, հետո ոնց ստացվեց, որ երկրորդ առնչությունը որմնադրության հետ նա էր, որ երբ որ մենք վերադարձանք տուն արդեն գերեզմանից եւ այնտեղ մեծ բուկետ էր արդեն մեր տան առջև մի անձնավորություն, որը որ եկել էր, բա սա ձեր ընտանիքի համար է, ումցա բան դեռ կարտ կար բուկետի վրա, հետաքրքիր էր մեծ շքեղ բուկետը վերցեցինք, տանը տեղադրեցինք եւ բացեցի որմնադրական նշանը վրան, օթյակի կողմից ցավակցում են ընտանիքին։ Ես 3 տեղ առնչվեցի։ Որ օթյակն է, կարող է։ Գլենդել օթյակի, Գլենդել 368 օթյակն է դա։ Դա իմ առնչությունն էր սկզբնական որմնադրության հետ, որը որ այդ 3 տեղ ես զգացի, որ իրանից ինչ է ներկայացում, այդտեղ հետաքրքրություն առաջացավ, որ այս մարդիկ որքան ուշադիր են, որքան ցավը կիսող են, որքան կարևորում են իրենց անդամին, անդամ չէր եղբայրս, բայց այդ շեմին էր։ Ցավոք սրտի այդ օրը որ պետք է ինքը դառնար անդամ, հետաքրքիրը նա է, որ ես ընդհանրապես չեմ սիրում ռոմանտիկ, սենց ինչ-որ բաներ, բայց նույն ժամը, նույն իր մավան եւ այդ
նույն ժամը, որ պետք է ինքը հաճախեր օթյակ, դա զուգատիպ տիպություններ իրար հետ։ Դա զուգատիպեց իրար հետ։ Լավ, Դա բոլոր այդ լուսերը ինձ մոտ այդ բաները, այդ կետերը, նշանները պատճառ եղան, որ ինձ մոտ այդ լույսը վառվեց, որ այստեղ մի բան կա, որ ինձ հետաքրքրում է։ ասում են մասոնությունը ամբողջությամբ նշանների հետ է կապված, ամեն ինչը նշանների մեջ է։ Հիմա իրանք նորից կապնվեցին քեզ հետ, թե դա նշան էր, որ դու գնացիր դիմեցիր իրանց ոնց եղավ։ Իրենք չկապնվեցին, իրենք ցավակցեցին եւ թողեցին մենք մեր ցավով հանգիստ ապրենք, առնչվենք մեր խնդիրների հետ։ Տարիներ հետո ես այդ ընթացքում սկսեցի առնչվել որմնադրական նյութերի հետ, ուսումնասիրել, ինչ բան է, որ ինձ իմ եղբոր հետ կյանքի հետ կապված է եղել, ես չեմ իմացել, որտեղ եղբայրս չէր ասել։ Որևէ մեկը ընտանիքից չգիտեր, որ եղբայրս այդ ուղին էր ընտրել։ 6 տարի կարելի է ասել, ես ուսումնասիրել եմ որմնադրությունը։ Այսինքն այդտեղ այդ gap-ը եղել է 6 տարի, որտեղ ես ինքս պատրաստ չէի, ես ինքս դեռ փորձում էի հաշտվել իմ եղբորս մահի հետ։ 1 տարի հետո կորցեցի հորս։ Հայրս մահացավ 1 տարի հետո։ Շատ ծանր հիվանդությունից հետո, դժվարությունները ապրելուց հետո, այսինքն 1.5 տարվա մեջ մենք լինելով 4 հոգի ընտանիքի մեջ կորցեցինք ուղիղ կեսը։ Ասենք 2 հոգին գնացին, մնացինք եւ ես մայրս։ Այդ դժվարություններով առնչվելով զուգահեռ փորձում էի ինքս ինձ գտնել, հասկանալ, որմնադրությանը ուսումնասիրել եւ ընթացքում հասանք մի լուսավոր կետի, որը որ արդեն ընտանիքն էր եւ որմնադրությունը իրար հետ։ Այն վերջակետում սպասում էր ինձ։ Լավ, հիմա դու ասում ես փորձում ես գտնել քեզ, իսկ որմնադրությունը քեզ օգնեց գտնես դու ինքդ քեզ կյանքում։ Անպայման։ Ինչ ձևով։ Ոչ միայն գտնել, այլ բացահայտել ինքս ինձ։ Դա իրեն հետ առնչվելով իր ուսումնասիրությամբ, իր կրթությամբ, անձնավորությունների հետ շփվելով, որտեղ որմնադրության մեջ կան շատ հետաքրքիր անձնավորություններ։ Մի հատկություն ունի որմնադրությունը, որ այդ հետաքրքիր անձնավորությունը գրավում է դեպի իրեն, պատճառը երևի այդ ամենն է, որ իր մեջ պարունակում այդ միստիկ իրավիճակը։ Կա sense արտահայտություն, ասում են, որմնադրությունը գաղտնի կազմակերպություն չի, բայց ունի գաղտնիքներ։ Ինչ է նշանակում դա, ունեք փորձես բացել այդ ճակերտները մեզ համար։ Որտեվ ես վստահ եմ մեր հանրության մեջ շատերը, ովքեր որ առնչություն չունեն ամիջական որմնադրության հետ, ինֆորմացիան ստանում են առավել եւս այսօր սոցիալական կայքերի միջոցով, վիդեոներով եւ այլն եւ այլն։ Ու շատերի մոտ այնց թյուր տպավորություն կա, որտեվ ինչ ասեմ, նույն ինքս եթե YouTube-ում ման փորձեմ ինչ-որ վիդեոներ գտնել, այդ քո ասած միստիկան այնքան շատ է, որ երեխա են ուտում, չգիտեմ ինչեր են անում, երկրի կառավարման ղեկը իրանց ձեռքում է, այդ 350 ընտանիքների մեջ որմնադիրներն են, այդ մասոններն են, առանց մասոնների չի կառավարվում աշխարհը։ Այդ դու լինելով չեմ վախենա ասեմ այդ բառը, կարկառուն մասոն, հա, ոնց կլուսաբանես այդ փաստը։ Փաստը չէ, լավ է տիրողությունը։ Գիտեք, գաղտնիքները ասելով յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր միջավայր ունի բնականաբար իր գաղտնիքը։ Նույնիսկ ընտանիքը ունի իր գաղտնիքները, ներքին գաղտնիք ասելով, ներքին իր իրականությունը, որը որ անձնական է դա, փորձում է չկիսվել հանրության հետ։ Դա գաղտնիք ինչպիսին ասվում է, այդպիսին չի գաղտնիք։ Գաղտնիք ունի ինքը որմնադրական ծեսի մեջ որոշ կետեր, որը որ դա գաղտնիք է։ Իսկ ինչի է գաղտնիք դա։ Գաղտնիք է, որովհետև դա ինք իրանից պարունակում է այն ինչ որ պետք է միայն որմնադրության համար։ Լավ, արի սկսենք սկզբից նորից։ Ես ուզում եմ որպեսզի մեր դիտողները հասկանան այսօրվա մեր ոդկասթի ամբողջ իմաստը ու քո ժամանակը, որ ես այսօր փորձում եմ ծախսեմ սրա վրա։ Գաղտնիք է, որը տեսակատարություն որ ունի գաղտնիքներ։ Իսկ ինչ գաղտնիքների մասին է խոսքը, այսինքն այդ գաղտնիքները ինչ են պարունակում։ Հանրության համար վտանգավոր գաղտնիքներ են կամ չգիտեմ, որմնադրության մեջ ինչքանով տեղյակ եմ, ընդգրկված են հիմնականում տղամարդիկ։ Այո։
Հիմա դա gentleman club-ա, մեր լեզվով ասած, թե չգիտեմ, լուսաբանի մի փոքր։ Հույսով եմ, որ gentleman club չի, որովհետև այդպեսին չի ներկայանում ինքը որպես gentleman, ոչ էլ social club-ա։ Ինքը հստակ նպատակ ունի, նպատակը դա է բարելավել մարդկությանը, ամենաառաջինը բարելավել սկսելով ինքներս մեզ եւ բարելարով հանրության հետ առնչվելով բարելավել հանրությանը։ Բարելավել նկատի ունես ինչ։ Դե Հարցերը sense մի քիչ շարունակ քեզ ստիպելով աշխատել ինքդ քեզ վրա, ինքդ քեզ բացահայտելով, դու արդեն դառնում ես մի կերպար, որ պիտանի ես դառնում, չէ՞, հանրությանը։ Դա է նպատակը ողնադության։ Միայն նպատակը դա է։ Այն շարունակական այն քայլերը արդեն դա անձնական է լինում եւ բավականին շատ լուրջ նյութեր կան որմնադրական, որ կարող են այսօր այնքան ազատ է դարձել ամեն ինչ, որ կարող են յուրաքանչյուրը նույնիսկ ես համոզված եմ Ամերիկան որևէ մեկի շրջապատում կունենա որմնադիր ծանոթը, որ կարող են հասնել։ Ես ունեմ իմ որմնադիր ընկերը, ես փորձում եմ դե դասախոսություն չեմ ուզում, տենց դասախոսություն չէ, ավելի մեր հասարակական լեզվով ասած, հա, ավելի པարզ մարկության ավելի པարզ ներկայացնենք, որտեվ որմնադրությունը դա մասոնները ամենահին կազմակերպություններից մեկն են, որոնք մինչև այսօր եկել են։ Ու կազմակերպության շարքերում ինչքանով ես եմ տեղյակ ուսումնասիրությունից կա ավելի քան 7-ից 10 միլիոն անդամ։ Այսինքն դա գրեթե ինչ ասեմ, կրոնից հետո կարելի ասել, հա, իդեպ դրան է կարելի կրոնից հետո ամենամեծ ընկերություններից կազմակերպություններից մեկն է։ Իդեպ քանի տարվա պատմություն ունի մասոնությունը։ Պաշտոնապես մասոնությունը 1700 թվականից որպես ձևավորված կազմակերպություն 1700 թվականից, բայց երբ որ վերադառնում ենք ավելի հին մանուսկրիպտներին եւ ուսումնասիրում ենք, շատ վաղուց, արմատները շատ խորն են։ Իսկ որտեղից են գալի արմատները։ Դե արմատները գիտես, յուրաքանչյուր որմնադրի, որ ուսումնասիրության մեջ է զբաղվում, կարող է շատ տարբեր պատասխաններ դա տալ, որովհետեւ ինձ համար արմատները կարող եմ ես տանել դեպի Հայաստան, կարող եմ տանել դեպի Անգլիա, կարող եմ շատ տարբեր տեղեր տանել, որտեղ եթե եղբայրության մասին է խոսքը, եղբայրություն ասած գաղափարը ձևավորվել է շատ արևելյան եւ երկրներում արևելյան մասնավորապես այդ շրջանները, որ գտնվում է մեր երկիրը Հայաստանը եւ այլն, որովհետեւ այդտեղից եղբայրական այդ գաղափարները շատ խորն են, բայց կարող ենք ասել այդտեղից է սկսել, չեմ կարծում կարող ենք ասել, բայց գաղափարներ կան, ինքը կարելի ասել հավաքածու այնքը։ Իսկ ովքեր են եղել հայ մասոնները։ Հայ մասոնները ովքեր են եղել, այդ որ ասում ես շատ վաղ ժամանակից տանման դեպի Հայաստան։ Հայ մասոնները ովքեր են եղել են այն մարդիկ, որ կերտել են հայությանը, կերտել են այն երկիրը, որ մենք այն ազատությունը, այն գաղափարները, որ մենք այսօր վայելում ենք Հայաստանում։ Ինձ համար սա համ պատմական է եւ համ իմ կարծիքն է, որովհետեւ ես կարծում եմ շատ մեծ դեր է ունեցել հայ որմնադիրը Հայաստանի համար, հայ լինելու համար շատ մեծ, շատ։ Փորձեմ հարցը ճիշտ ձևակերպեմ։ Ինչ տեսակ անձան, որտեղ խոսակցություններ կա, ու որ ենթադրենք Հովհաննես Թումանյանը եղել է մասոն, Թամանյանը եղել է մասոն, չգիտեմ, ինչքանով է իրականությանը դա համապատասխանում, կամ լինելով մասոն, ինչ են արել իրանք Հայաստանի համար, օգտագործելով իրանց այդ գործիքը մասոնի։ Գրիգ ջան, կարծում եմ այդ պատասխանները շատ հաճախ տրվել են եւ կան նյութեր, որ դե շատ թյուր է տրվում պատասխանները, Ալֆրեդ ջան։ Թույլ, որովհետեւ անունները շոշափում են, ցավոք սրտի ժամանակի ընթացքում այդ փաստերը չկան եւ չեն պահպանվել միգուցե այդ պատճառով որ փաստեր չկան, դրամար հստակ չի ասում որ Հովհաննես Թումանյանը եղել է մասոն, բայց կան այդ նշանները, որ խոսացինք, որ որմնադրությունը առնչվում է այդ նշաններով, այդ նշաններից ելնելով մենք հասկանում ենք, որ
միայն որմնադիրը կարող էր այդպիսի միտք գաղափար մոտեցում ցուցաբերել։ Այդ դրա համար մենք մոտավորապես ասում ենք, որ այո, այս մարդը եւ այն մարդը, բայց ցավոք սրտի փաստերը չեն պահպանվել ժամանակի ընթացքում, չկան տենց նյութ, որ կարող ենք հստակ ասել, այս դոկումենտը նշված է այս դոկումենտում, որ այս մարդը, այս անձնավորությունը եղել է որմնադիր։ Դա է, շատ հետաքրքիր մի հատ փաստ, խոսեցինք փաստերից, շատ հետաքրքիր մի հատ փաստ եմ ուզում առաջ քաշեմ։ Սովետական միության ժամանակ, երբ որ սովետական Հայաստանը կառուցվում էր, իր այն աճման փուլում եւ այլն, ճարտարապետության մեջ այդ մասոնական նշանները նկատելի են, հետո ենք նկատել դա, նկատել են այն շենքերի վրա, որոնք որ բավականին արժեք ունեն Հայաստանում, նույն կառավարության շենքի վրա կա մասոնական նշան։ Այսինքն, եթե հետ հայացք ենք նայում, իհարկե դու չես ուզում բացես այդ փակագծերը, չես ուզում ասես անունները, բայց այդ մարդիկ եղել են ինչ-որ բարձր պաշտոնյա կամ հնարավորության տեր մարդիկ, որ կարողացել են սովետական միության ժամանակ Հայաստանում այդ շենքի վրա այդ նշանը պատկերել։ Հակառակ դեպքում ինչքանով որ ես եմ տեղյակ, այն ժամանակ շատ խիստ էր ցանկացած ճարտարագիտական, ճարտարապետական որոշումներ ընդունելը։ Հիմա դա իրականությանը ուղղակի մենք ենք ուզում տենց հավատալ, թե այդ իրականության մեջ է, ուզում եմ ճիշտ հասկանանք բոլորս։ Գրիգ նայելով նշաններին, այո, կարող ենք ասել, որ այդ ժամանակահատվածում դժվար թե ուրիշ գաղափարներ լինել, բայց դա շինարարական նշաններ են, որը որ բաց նշաններ են, գաղտնի նշաններ չեն, որ ասենք, ով գիտես, միայն որմնադրություններն են օգտագործել դա։ Բայց նայելով նշաններին կարող ենք ասել, այո, հնարավոր է որ առնչություն լինի որմնադրության հետ, բայց կրկնեմ նորից, որ փաստեր այդպիսին չկան, որ կարող ենք հստակ ասել այս մարդիկ որմնադիր են եղել կամ չեն եղել։ Վերաբերվող այդ շինարարներին, որ ստեղծել են այդ հանրահայտ այդ կառույցները, որը որ կան։ Բայց կարծում եմ ամենակարևոր կառույցը Գրիգ մենք ենք, մեր կյանքն է, մեր անձնականն է։ Կարծում յուրաքանչյուր որմնադիր, երբ որ իր անձնական պատմությունն է պատմում, դա ամենակարևոր կառույցն է եւ պատմությունն է, որ կարող ենք դա շատ ես միշտ ընկերներից հետ խոսելիս ասում եմ, դա մար հստակ ձևակերպեք ձեր կյանքը, ձեր գիտելիքները, որտեղ յուրաքանչյուրը ամեն մեկը ձեր պատմությունն է։ Ոչ միայն ձեր, եթե առնչվում եք որմնադրության մեջ, այն նույնիսկ որմնադրության պատմությունն է, որ դուք շարունակում եք։ Դեպքում խնդրեմ պատմես քո պատմությունը որմնադրության։ Պատմեմ մեծ սիրով։ Առնչվեցինք որմնադրության հետ այն ժամանակ, որ նշեցի այդ եղբորս դժբախտությունից եւ 6 տարի հետո որոշեցի զուգահեռ իմ ընտանիք ստեղծելուց որոշեցի, որ թակեմ որմնադրական այդ դուռը, որը որ բացվեց իմ առջև եւ սկսեց իմ որմնադրական ճանապարհը։ Գիտեն, զուգահեռ իմ ընտանիք ստեղծելու հետ, այո, երկու լույսերն էր, որը որ վառվեց միանգամից ինձ համար։ Համար երբեմն ինձ որ ասում են Ալֆրեդ շատ sense լուրջ ես ընդունում որմնադրությունը, ես այլ կերպ չեմ կարող, որովհետեւ ինձ համար շատ լուրջ ժամանակահատվածում եւ լուրջ միջոցներով եմ դա ստեղծվել։ Եթե ես որմնադրությունը համեմատում եմ իմ ընտանիքի ստեղծման հետ, դա արդեն պետք է ասել, որ որքան կարևոր է ինձ համար, իմ կյանքի համար դա։ Շատ լավ, բայց կարևորությունը նայ Ալֆրեդ ջան, ես չեմ փորձում մտնել քո ընտանիք իմ հարցերով, բայց ես փորձում եմ մարդուն, որը գաղտնիք է, փորձում եմ բացահայտել ու բացահայտել նաև մեր դիտողների համար, որտեղ ես վստահ եմ բոլորին շատ հետաքրքիր է այս թեման։ Ու նորից կրկնվեմ, հետաքրքրությունը նաև առաջանում է նրանից, որտեղ ինֆորմացիան շատ տարբեր է այսօր հասնում հանրությանը։ Ու ես լսում եմ շատ արձագանքներ, որ լավ դե ինքը իր արժեքը կորցել է վաղուց այդ որմնադրությունը ժամանակին էին մասոնները դեմք մեր լեզվով ասած, հա։ Հիմա ինչ, սաղսը գիտենք ինչ են անում, որ գոքնոց են կապուն դուրս են գալի եւ այլն կամ հավաքվում են իրար հետ ինչ որ չգիտեմ ինչ են անում, դա է ընդհանրապես, բայց
դու ասում ես որմնադրությունը դա այն կազմակերպությունն է, այն ուղին է, որը մարդը ինքնակրթմամբ է զբաղվում եւ առանց որմնադրության էլ մարդը կարող է ինքնակրթման զբաղվել, բայց ինչ առավելություն է տալի որմնադրությունը մարդուն, մասնավորապես քեզ ինքնակրթման զբաղվելու համար։ Առավելությունն այն է, որ միավորում է այն մարդկանց, որ կյանքում երբևիցե հնարավորություն չէր ունենա այդ մարդկանց հետ կապնվել, շփվել։ Ես այսօր իմ ամենաթանկ հարազատ մարդկանց, որ ես իրենց հետ շփվելով շատ բան եմ սովորում, շատ բան։ Ինձ համար ամենակարևորը դա է, այդ միջոցը ստեղծել, որ միմյանց հետ կարող ենք շփվել նմանատիպ մտածելակերպով, գաղափարով մարդկանց հետ, որը ի վերջո գլխավոր նյութը այստեղ մարդն է, ամենագլխավոր կարևոր բանը մարդն է սա, լինի որմնադրություն, ինչ ուզում է դա լինի, առանց մարդու դա որևէ բան արժենք չունի, եթե խոսում ենք մեր մարդկության մասին, մարդն է ամենագլխավոր արժենք, եթե այդ հնարավորությունն է տալիս, այդ լավ մարդկանց, նմանատիպ մտածելակերպով մարդկանց էլ առնչվել, շփվել, կիսվել, այս ճանապարհը, որ բոլորով որ անցնում ենք, իրար հետ անցնենք, իրար օգնելով, գաղափարներ կիսելով, իրարից սովորելով, ինձ համար ամենակարևոր կետը որմնադրության դա է։ Այն մնացածը փիլիսոփայական, կրթական, դա բոլոր տեղեր կարող ենք դա ստանալ, YouTube-ում կան մեր որմնադիր եղբայրներից, որ շատ սիրուն փոդքասթներ են մասնակցել, ինտերվյուներ են արել։ Ես ինչու եմ սիրում անձնականից խոսել, որտեղ անձնականը դա մեր յուրովի պատմությունն է։ Դա տարբերվում է այն մնացած ընդհանուր։ Դրա համար ես կարող եմ ասել ինձ դա ինչ է տվել իմ կյանքում։ Դա իմ դժբախտությունից հետո, դա այդ դժվարին տարիներից հետո, դա ինձ ստեղծել է որպես մարդ։ Այնինչ որ հիմա կոփել է քեզ ավելի։ Այնինչ որ հիմա դուք տեսնում եք, դա մեծամասնության որմնադրության շնորհքն է։ Ես չեմ ասի դա իմ շնորհքն է, ես բոլորը կթողնեմ որմնադրության վրա։ Դա է, մենք հիմա ապրում ենք մի երկրում, որի նախահայրերը ըստ պատմության, բաց տեղեկատվության եղել են որմնադիրներ։ Ու իրանք կերտել են այս երկիրը, կարծում եմ, այդ գաղափարները հաշվի առնելով։ Ու այդ գաղափարների շնորհիվ այսօր այս երկիրը աշխարհում համարվում է ամենաազդեցիկ երկրներից մեկը, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Կան արդյոք այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները, վստահ եմ կլինեն, բայց այդ մարդիկ ինչ որ ձևով առնչվում են էլի որմնադրության հետ, կամ որմնադրությունը առնչվում է երկրի կայացման, զարգացման հետ։ Այդ կապը որմնադրության այսօրվա մասոնների եւ Ամերիկայի միջեւ ոնց է, այդ կամուրջը ոնց է ստեղծվում, որտեղ ամենամեծ համայնքը որմնադրական, կարծում եմ Ամերիկայում է այսօր։ Այո։ Չնայած որմնադրությունը ունի տարբեր ճյուղեր, բայց ամենամեծ համայնքը Ամերիկայում է։ Հիմա սենց հարցս, օրինակ, չգիտեմ, Թրամփի անձնակազմում կառավարման կան որմնադիրներ կամ սենատում կամ կոնգրեսում որմնադիրներ, որոնք հարցեր են լուծում, ու այդ հարցերը լուծելուց առաջ քննարկում են իրանց օթյակներում։ Կան այդպես։ Թրամփի անձնակազմի հետ շփում չունեմ։ Մեր հայերը դեռ չեն ասել, չեմ շփվել, չեմ կարող այտենց հետաքրքիր բաներից խոսեմ ձեզ հետ։ Կլինեն ինչի՞ց է, Ամերիկայում գիտեք, որմնադրությունը շատ տարիների ընթացքում հասարակությունը երբ որ առնչվել է որմնադրություն ավելի ազատ կերպով տրվում ժողովրդին։ Չկա այն դժվարությունները, որ մենք տեսնում ենք այլ երկրներում։ Ամերիկայում կլինեն, ինչու՞ չէ։ Կարող եմ նշել, ոչ, որովհետև ես չեմ առնչվում այդ մարդկանց հետ, բայց կան նույնիսկ այդ նույն նշանները, որ մենք խոսացինք, այդ նշաններից ելնելով կարող ենք ասել, որ այո, միայն որմնադրության մեջ լինող մարդը կարող է այս արտահայտությունը անել, այս մոտեցումը ցուցաբերել, եւ ինչու՞ չէ, որոշ մարդկանց նկատմամբ էլ, որ պաշտոնյային կան փաստեր, այդ դոկումենտները, որ խոսում ենք, որ բայց չեմ ուզենալ այդ անունները ասեմ, ճիշտ է, դա գաղտնի չէ, որ մենք ենք դա պահում, ուղղակի այդ անձնավորության մասին խոսելը կարծում եմ կարևոր չէ։ Դա արի անուններ չտա։ Իհարկե կան, Ամերիկայում կան շատ օնլայնված որմնադրությունը, շատ ազատ է, բարեբախտաբար, շատ մեծ ազդեցություն ունի, տարբեր ազդեցություն, օթյակ ազդեցություն ունի այդ անձի վրա, որը որ օրինակի համար երկրի կառավարման ղեկին կանգնած։
կամ անդամներից է։ Կարա օթյակը ազդեցություն ունենա այդ անձնավորության վրա։ Հույսով ենք, որ կարողանա։ Օթյակի նպատակներից մեկը, եթե անդամը գալիս է եւ միանում է օթյակին, օթյակի նպատակներից մեկը դա է, որ այդ ազդեցությունը գործի։ Ունենա այդ անձնավորության, բայց մարդիկ հասուն մարդիկ են գալիս, գիտակից մարդիկ են։ Այսինքն մենք չենք ձևակերպում անձնավորությունը 0-ից։ Գալիս են մարդիկ, որ արդեն մեծամասամբ ձևավորված են, գիտակից մարդիկ են, որտեղ դա պարտադիր մի կետ է, որը որ որմնադրությունը դա ուշադրություն է դարձնում։ Իսկ կրոնը կապ ունի որմնադրության մեջ։ Բացարձակ։ Կրոնը դա անձնական մի տեսանկյուն է, որը որ դա թողնում ենք հանձին, բայց պարտադիր է, որ Աստծուն հավատալ իհարկե։ Նայ, օրինակ եկեղեցին դեմ է որմնադրությանը։ Մեր հայ առաքելական եկեղեցին դեմ է որմնադրությանը։ Ուզում եմ հակասությունը հասկանամ, եթե կրոնը կապ չունի որմնադրության մեջ, ինչ է եկեղեցին դեմ։ Այսինքն որմնադրության մեջ հավաքված մարդիկ աթեիստներ են, թե կրոնապաշտն, ո՞նց է այդ սկզբունքը։ Ես ընդհանուրի մասին եկեք չխոսեմ եւ եկեղեցի մասին էլ չխոսեմ, որովհետեւ դա մի ուղի է, որ չեմ ուզում ճիշտ ասած վերցնել, կարող եմ իմ մասին խոսել։ Ես կնքված քրիստոնյա հայ մի մարդ եմ, որը որ եթե լիներ այդպիսի բաներ, ես չէի լինի այդ միջավայրում բացարձակ։ Մենք աղոթքով բացում եւ փակում ենք մեր յուրաքանչյուր հանդիպումը, ժողովը, որ մենք ունենում ենք կրոնի հետ առնչվելով, դա մեր անձնականն է։ Աղոթքը դա յուրահատուկ աղոթք չի, ինչ որ պատկանող մի կրոնի կամ այլ կրոնի։ Դա ընդհանուր universal աղոթք է, եւ բայց մեծամասնություն գալիս է հենց մեր ավետարանից։ Իսկ G տառը որմնադրության մեջ ինչ է նշանակում։ G տառը նշանակում է մի քանի բան. Աստված, God, geometry, երկրաչափություն։ Աստված, այսինքն կապ ունի Իհարկե կա։ կրոնի հետ ի վերջո։ Որմնադիր լինելու համար դու աթեիստ չես կարող լինել։ Հարցս դա էր։ Պարտադիր պետքա Աստծուն ճանաչես։ Դա Աստծուն դա ինչ դու կանվանես, դա քո անձնական արդեն մոտեցումն է։ Դրա համար որմնադրությունը Չի անվանում է որպես մեծընճար տարապետ, supreme being։ Արդեն են անուններ արդեն թողնում ենք այդ հարության դատին։ Այո։ Վերադառնանք Ravenstrike-ին, դուք ստեղծեցիք Ravenstrike-ը, որովհետև ունեք նպատակներ, ծրագրեր։ Ողջույն Ալֆրեդ ջան, Ողջույն Գրիգ ջան։ շնորհակալություն հյուրընկալելու համար։ Խնդրեմ ամեցեք։ Աստորեն սա է մասոնական օթյակը։ Այո, Գրիգ ջան։ Խոսում Սա ենք։ որմնադրական օթյակ է, սա այն միջավայրն է, որը որ որմնադիրները հավաքվում են, կրթվում են, պատրաստվում են իրենց որմնադրական ճանապարհի համար։ Սա միացնող մի կետ է որմնադիրների համար։ Սա ինչ դուր է։ Սա մուտք է դեպի օթյակ, բայց մուտք է միայն կանդիդատների համար, ով որ որմնադրական աստիճաններն են անցնում դա։ Դա տարբերվում են հասարակ Դա մուտքից։ public, հա, սա Սա հսկվող մուտք է։ տենց է կոչվում։ Այո, ինքը հսկվող մուտք է եւ բացում է միայն այն արժանի անձանց համար, ով որ պատրաստ են որմնադրական ճանապարհ անցնել։ Այնքան հետաքրքիր է, ասենց առարկաները շատ են, օրինակ սա ինչ առարկա է, որ մեջտեղում դրված է։ Սա խորանն է, Գրիգ ջան, սա այն վայրն է, որը որ ավետարանն է դրված, սա շատ կարևոր մաս է օթյակի, դա համար գտնվում է ինքը կենտրոնում, ճիշտ է որոշ տիսակարգերում դա գտնվում է ավելի մոտիկ մեծարգո վարպետի մոտ, ինքը մեջտեղում է գտնվում Ամերիկայում, որովհետև ինքը տիեզերքից եւ մեծարգո վարպետից ստանում է ուժը եւ էներգիան եւ հսկողությունը։ Ես նկատեցի Ալֆրեդ, որ G տառը գրեթե ամեն տեղ կա եւ նույնիսկ պատկերված անդեղ վերևում։ Ինչ է նշանակում դա։ Այո, Գրիգ ջան, G տառը նշանակում է God, Աստված եւ geometry։ Որմնադրությունը շատ կարևորում է դա իր ճանապարհի եւ ընթացքի եւ կրթության մեջ։ Որտեվ կիրառում եք գրեթե
ամեն ինչի մեջ։ Այո։ Իսկ Ջիտարի ներքևում այդ որ նշեցիր մեծարգո վարպետ, ինչի է այդտեղ իր Մեծարգո վարպետը օթյակի ընտրված ղեկավարն է եւ ինքը պետքա լինի արևելքում, որ ինքը իր լույսը եւ գիտելիքը տարածի անդամներին եւ ողնադիրներին օթյակի։ իսկ ներքևի քարերը Քարերը դա տաշված եւ չտաշված քարերն են, որը որ ներկայացնում է առաջին աստիճանի մեջ իր ուսումը ունի, իր իմաստությունը ունի առաջին astիճանում։ այսեն գախնիկների մասից է, հա։ Գախնիկ չի, բայց ինքը իրենից շատ բավականին նյութ է պարունակում, դա 5 րոպե, 10 րոպե, 1 ժամ բավարար չի բացատրել իր իմաստը ինչ է, բայց տաշված եւ չտաշ, դա ներկայացնում է մարդուն, որը որ չտաշված կերպով օթյակ է ոտ մեկնում եւ ինքը փորձում է ինքը իրեն տաշել, բարելավել ավելի որպես մարդ, կերտել որպես մարդ։ Իսկ Ջորջ Վաշինգտոնի նկարը ինչ որ խորհրդանիշ ունի որ ստեղա։ Ջորջ Վաշինգտոնի նկարը, այո, բավականին օթյակներում կարող եք տեսնել, ինչի Ջորջ Վաշինգտոն, որ տեսնեք Ջորջ Վաշինգտոնը կոկնոցով որմնադրական, Ջորջ Վաշինգտոնը եղել է պատմության գիտենք, որ Ամերիկայի առաջին հիմնադիրներից մեկը եւ ամենահայտնի որմնադիրը կարող եմ ասել։ Նախահայրերից, այո։ Հա։ Ամենահայտնի որմնադիրներից մեկն է Ջորջ Վաշինգտոնը։ Կարող ենք ասել Բացահայտ որմնադիրներից մեկը, այո։ Կարող ենք ասել որ Ամերիկան հիմնվել է որմնադիրների կողմից, հա, տենց բաց ասենք։ Այո, կարող ենք դա ասել, Ամերիկայի սահմանադրությունը շատ նման է որմնադրական օրենքների եւ առողջության, այո, իհարկե։ Ամերիկան ինքը բաց ասում է դա, այսինքն Չի դարձնում դա։ ոչ, պատմությունը նույնիսկ չի թաքցնում դա, որ հիմնադիր հայրերը Ամերիկայի մեծամասնությամբ եղել են որմնադիրներ եւ այդ գաղափարները բերել են իրենց հետ այստեղ եւ կարելի ասել Ամերիկան ստեղծվել է հենց այդ գաղափարների ներքո։ Ստեղ ասեցիր մեծարգոն, իսկ այնտեղ ինչ աթոռ է։ Այստեղ հարավում նստում է երկրորդ հսկիչը եւ նկատեք մի աթոռել կա արևմուտքում, այնտեղ նստում է առաջի հսկիչը, որը որ երկու մեծարգո վարպետի հետ 3 ամենակարևոր սյուներն են օթյակի, առաջին հսկիչը ներկայանում է տեղակալը մեծարգո վարպետի։ Իսկ այս մնացած աթոռները, որ էս մնացած աթոռները էլի դա պաշտոններ են օթյակների մեջ, ծիսակարգի ժամանակ օգտագործվող շատ կարևոր դերակատարություն ունեն որմնադրության մեջ, բայց գլխավոր սյուները մեծարգո վարպետ, երկրորդ եւ առաջին հսկիչներն են օթյակում, որ ղեկավարում են օթյակը։ Բարձր։ Շնորհակալություն։ Ուզում եմ հասկանամ ինչով է ձեր օթյակը, հայկական հայալեզու օթյակը որպես կամուրջ Հայաստանի հետ կապ հաստատում։ Գրիգ ջան, նշեմ, որ հայալեզու չի օթյակը, դա անգլերենով ենք աշխատում, հայալեզուի սկզբանը չի եղել, ճիշտ է հայերեն մեծամասնություն Անդամները հայեր են եւ արդեն ունենք օտարազգեր, որ հետաքրքրվում են, բայց կորիզը հայկական է։ Իսկ ձեր ծրագրերը դուք ինչով եք նպաստում Հայաստանի բարելավման բարեկեցության համար։ Լինելով հայ, գտնվելով Ամերիկայում, ունենալով նման հզոր կազմակերպության անդամ լինելով հզոր կազմակերպության, որն է ձեր ներդրումը Հայաստանում։ Հայապահպանությունը, որը որ մենք մեզ որպես դրսևորում ենք, ես ինքս որպես անձ փորձում եմ դա պահպանել, այդ ուղին է միշտ եղել, որ պահպանել մեր հայությունը, հայկականությունը այս երկրում Հայաստանի հետ բազմաթիվ բարեգործական աշխատանքներ ենք, ծրագրեր ենք իրականացրել, դա ավելի ճիշտ է որմնադրական ուղի է ունեցել, բայց հանրության հետ ունդեղ ունենք կազմակերպություն, որը որ գրանցված է, այդ միջոցով մենք բավականին աշխատանք ենք կատարել։ Տենց չմանրամասնեմ, որովհետև այսօր ագրավակարը Raven Rock-ը ունի այլ ղեկավարներ, հենց հետաքրքիր է դա է, որ մենք ստեղծել ենք եւ ինքը իրանից այնքան ազատություն է ներկայացնում, որ մենք ստեղծել ենք եւ հանձնել ենք նոր ղեկավարներին,
մեր եղբայրներին, որ ղեկավարում են շատ գեղեցիկ կերպով եւ իրենք բերում են իրենց տեսանկյունը, որ էլի գեղեցիկ տեսանկյունը։ Բայց հուսով շարունակաբար անում Իհարկե, նպատակը դա է։ Մենք փորձում ենք, որ այդ ուղին միշտ պահպանել, որ դա չշեղվի այդ ուղից։ Լավ, մի փոքր անցնենք մասոնությունից, անդրադառնանք քո անձնական ոչ օրինադիր կյանքին, գործունեությունը ինչով ես դու զբաղվում, Ալֆրեդ ջան։ Գործունեությունը ես դպրոցից ավարտելուց հետո սովորել եմ բիզնեսից հետո սկսեցի անշարժ գույք, հետո անշարժ գույքի ընթացքում երբ որ կորցեցի հորս, հայրս շինարարության մեջ էր։ Այդ որոշեցի նույնպես եղբորս նպատակը պահպանելով օրինադրության մեջ, այլ հորս ուղին էլ բռնել, որպես շինարար Կորուսերին ծանր երկու ուղղություն։ Այո, այդ սյուները երկու իմ կյանքի մեջ պահպանելով իմ կյանքը տալով այդ իրենց հիշատակը պահելով այդ ուղիները բռնեցի եւ անշարժ գույք, շինարարություն այդ ուղիով եմ զբաղվում եւ ընդհանուր բիզնեսով։ Ընդհանուր բիզնեսով շինարական կազմակերպություն։ Այո։ Բարձ է։ Շատ լավ, Ալֆրեդ ջան, մի քանի բլից հարց փորձեմ քեզ տալ։ Փորձեմ պատասխանել։ Դու որ երկիրն ես ավելի ազատ համարում ապրելու համար, Ամերիկան թե Հայաստան, լինելով արմատներով հայ։ Ինչ դժվար հարց է սա, գիտեք, ես կարող եմ ասել այս կես ուղիղ հալալ կեսով sense կիսված է ինձ մոտ, որովհետև գալիս եմ Ամերիկա, Հայաստան եմ կարոտում, գնում եմ Հայաստան, Ամերիկան եմ կարոտում, միգուցե դա իմիգրանտի այստեղ ապրող հայի խնդիրը հոգեվիճակա։ Բայց ինձ թվում է ավելի մեծ տարիքում ինձ տեսնում եմ Հայաստանում։ Իսկ ինչ խորհուրդ կտաս երիտասարդի, որը որ այս պահին փնտրտուքների մեջ է ու նայելով, լսելով YouTube-ում որնադրության մասին, մասոնության մասին, ուզում ընտրություն կատարի։ Ինչ խորհուրդ կտաս նրան։ Արա երիտասարդը չուի, ցանկացած հանձի։ Խորհուրդը կտամ այն ինչ որ ես ինքս ինձ ժամանակին տվել եմ։ Փորձեք սկզբում գտնեք ինքներդ ձեզ, ձեր մտքերը պարզեք։ Եվ այդ ուղին էլ ձեզ համար པարզ կլինի։ Առանց ինքներդ ձեզ հասկանալով, ինքներդ ձեզ գտնելով դժվար կլինի այլ բան գտնելը։ Բարի։ Իմ ոդկասթի վերջում ես միշտ Ալֆրեդ ջանի հյուրերին նվիրում եմ մի նվեր, որը որ ասոցիացում է նրանց հետ։ Այսօր փորձում եմ քեզ քո համար գտնել մի գիրք իմ սիրած հեղինակներից Ռոբին Շարմայի Discover Your Destiny։ Հույսով եմ քեզ դուր կգա կկարդաս։ Շատ շնորհակալություն, մեծ սիրով։ Յուրաքանչյուր գիրք ինքը մի հատ մեծ գիտելիք է, եւ այս գիտելիքը ես կբացահայտվեմ, որ կիսում լեզետ գրիք ջան։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար իմ ոդկասթին, Ալֆրեդ ջան, եւ շատ հետաքրքիր ոդկաստ ստացվեց մեզ մոտ։ Վերջապես կարողացանք միասին կառուցենք այսօրվա ոդկասթը։ Քեզանց եմ շնորհակալություն։ Այսօրվա իմ հյուրն էր Ալֆրեդ Իսագուլյանը։ Մնացեք հայ, մնացեք ուժեղ։